Եկեք գնանք Իսրայել օրու ծննդավայրը, Վայոց ձորի Մարտիրոս գյուղը։ Հայաստանն այնքան հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, որ ես ինքս ինձ համար բացահայտումներ եմ անում։ Այսօր էլ ձեր համար բացահայտելու եմ հին Մարտիրոս գյուղատեղիում գտնվող եկեղեցու պատմությունը։ Չգործող է հիմա։ Չգործող է։ Էսի Սուրբ Երրորդություն Երուսաղեմ ինքը տենց է կոչում, ես տես Մարտիրոս գյուղի։ Հա։ Ունեք տերտեր։ Տերտերը վայքի տերտերն է գալիս դե միջոցառումների։ Հա։ Ստե այստեղ կայնի։ Մի քիչ էլի բանան է։ Ինքս տեղից։ Բաց, հա։ Հա, հա։ Սիրելի բարեկամներ, հիմա էլ մենք գտնվում ենք Սուրբ Երրորդության եկեղեցում, նույնիսկ վանական համալիրի նման է, Մարտիրոս գյուղում, Վայոց ձորի մարզ, հին գյուղատեղիում, որտեղ նաև վերանորոգվել է հին եկեղեցին ու հոյակերտություն ճարտարապետության։ Հիմա ես ձեզ համ ցույց տամ, համ մի քիչ կպատմեմ մեր հայ եկեղեցաշինության մասին։ Տեսեք ինչ գեղեցիկ է, ինչ հրաշք, ուրեմն սարքել են, այստեղ ճեմարան է գրած, Հիսուս Քրիստոսի խորհրդավոր ընթրիքի Սուրբ Առաքելական ճեմարան։ Վերանորոգված է Թաթուլ։ Սա վերանորոգված է, հինը ես ցույց կտամ հիմա, Նայնե ջան, հինը ինչ է մնացել։ Սաթամյան Պողոս Էնդի։ Իդեպ այս խաչքարը նվիրվել է 451-454 թվականներին Վարդանանց պատերազմում զոհվածների հիշատակին։ Ինչ հրաշք, ուրեմն քարից սարքած, նայեք մատուռը Հռիփսիմե, ի հիշատակ Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե հայ համայնքի կողմից։ Հա, ու հատկանշական է, որ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի տեղեկությամբ ավարայրի ճակատամարտը վերջանալուց հետո Հայաստանի տարբեր վայրերից ավարայր գնացած հայրենասեր մարտիկները խումբ-խումբ սկսում են հեռանալ ճակատամարտի դաշտից։ Վերադարձող հայկական մի զորախմբի, որը պիտի անցներ Արցախ, հետապնդում է պարսկական խոշոր մի հեծելազոր Աթաշ Խուդա անունով մի զորահրամանատարի գլխավորությամբ։ Մեծաքանակ պարսկական զորքի ընթացքը կասեցնելու նպատակով Վայոց ձորի տարածքում Արփա եւ նրա վտակ Եղեգիս գետերի միախառնման վայրում հայ մարտիկները արյունահեղ մարտի են բռնվում Խիզախ իշխան Մարտիրենի գլխավորությամբ։ Մարտիրենը եւ նրա զինակիցները ճակատամարտում հերոսաբար նահատակվում են, սակայն դրանով իսկ կասեցնում պարսկական զորքերի կրկնակող հետապնդումը։ Մարտիրեի հիշատակը հավերժացնելու նպատակով հետագայում վայոց ձորցիները նրա անունով են վերանվանել գավառի բնակավայրերից մեկը՝ Մարտիրոսը, որտեղ մենք հիմա գտնվում ենք։ Մարտիրոսը հունարեն բառ է, որը նշանակում է դավանած գաղափարի ու հավատի համար նահատակված մարդ, իսկ տեղի ավանդապատումի համաձայն Մարտիրոս նշանակում է մարտերի հերոս։ Իդեպ գյուղը Նախիջևանի հարևանությամբ է գտնվում հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ։ Լծայները ինչքան գեղեցկություն է, ջուրը կա, իսկ այս շենքում կարելի է երևի հարցնել, նայեք հինությունը, այն տունը, ու այստեղ եկեղեցին ինչքան գեղեցիկ է ու խնամված։ Չգիտեմ, ասեց 1200։ Չէ, այս դրան նոր է։ Երբ են սարքել։ Ես 1200 որ կառուցվել է, եկեք հա վերանորոգված է։ Բայց ընդ հնություն լավ հետ գալուց։ Սուրբ Երրորդություն եկեղեցի է կոչվում։ Երկրորդ Երուսաղեմ։ Երկրորդ Երուսաղեմը ի նկատի ունեն Քրիստոսի գալստյան հետ կապված փրկության։ Տեսեք ինչ հոյակերտ խաչքարեր են։ Ուրեմն ժողովուրդ ջան, էս է, ինը,
Հեսը։ Սա Մեհյանի տեղ է եղել երևի, որովհետև տեսեք Սուրբ Սիմոն, Սուրբ Հուդա, Սուրբ Մաթեոս, Մաթեթիս, Մաթեոս։ Առաքյալներն են, նույնիսկ Հուդայի անունն է, երբեք չէի տեսել, ճիշտը որ ասեմ, տեսեք, ժողովուրդ ջան, եկեղեցու դուռը միշտ բաց է լինում, փողը քցի, նայեք հին խաչքարերով օգտագործել են, լույսը ես վառեցի, վաու, հլը տեսեք ինչ հետաքրքիր, հլը մտի դու, մենք ցույց տանք, ինչ բան է, ցածր է։ Ժողովուրդ ուղղակի հրաշք ճարտարապետություն է։ Մեր հայկական եկեղեցիները բոլոր այլ քրիստոնյա կոթողներից շատ տարբերվում են։ Հիմա հին եկեղեցին վերանորոգվելուց օգտագործվել է եւ ցածր է, տեսեք։ Շատ գեղեցիկ դռնով, տեսեք ինչ մի հրաշք եկեղեցի ենք մտնում։ Հա։ Լույսը մեզ համար վառեց Թաթուլը Վարդանյան։ Այս այդ հրաշք եկեղեցին մի ճարտարապետության գոհար ոչ մի եկեղեցի գուցե չի կրկնվում նախշերով, բայց նմանություններ կան եւ այս եկեղեցին գործող եկեղեցի է, վայքից է գալիս Տեր հայրը, հա Մեր հայ ազգի համար համայն հայության, մեր Հայաստանի աշխարհասփյուռ հայության համար ենք վառում, որ բոլորս միավորվենք եւ վառենք նաեւ Հայաստանի գոյության, Արցախի գոյության, վերադարձի հույսի համար։ Սրանք լրիվ հինն է, չէ՞։ Իսկ կամարները։ Կամարները էլի հներն են։ Կամարները հներն են։ Իսկ նկարիչով է շատ հետաքրքիր նոր։ Բայց գրված է, կարծում եմ ստե գրված կլինի։ Նայեք, գրած է նվեր Մարտիրոս գյուղի Սուրբ Վկայարան եկեղեցուն Գրեգ եւ Ալեկ Պետրոսյանների կողմից 2005 թվականի նվեր Համբարձումյան։ Բարև ձեզ։ Ահա, մենք կարանք ձեզ խնդրենք մի քիչ եկեղեցուց պատմեք։ Կգաք առաջ մի քիչ։ Որ թվականին է եկեղեցի։ Եկեղեցի է, եկեղեցին, մինչև վերջի վերանորոգումը եկեղեցուն անվանել են Մայրամասվակածին, վերջի վերանորոգումը 1975 թվականին որ եղել է, այդ Երուսաղեմից Հավիսյան տաճարից մասունք ունենք տեղափոխած այդ եկեղեցին, այդ մասունքի շնորհիվ եկեղեցին կոչվում է Սուրբ Երրորդություն Երկրորդ Երուսաղեմ։ Որտեղ է դրված մասունքը։ Քարի շնորհիվ է, մասունքի շնորհիվ է եկեղեցին կոչվում Սուրբ Երրորդություն։ Ահա սպահում է։ Հիսուս Քրիստոս 1975 թվականին այս տեսքն է ունեցել։ Բայց մինչև այս տեսքը ստանալը շատ ուզածելի երևի վերանորոգումներ։ Մինչև այդ պահեստը Որ թվականի 75 թվականին է վերվել։ Վերանորոգումը սկսել են 1975 թվականին, ավարտել են 90-ականներին։ Քրիստոսի գերեզմանից։ Գերեզմանի մասունքից է։ Գերեզմանի մասունքից։ Կարա հող լինի, կարա ինչ որ բան լինի, քար լինի, հինն է։ Եվ նորը։
Էսի հինգի Ով է հովանավոր է։ Չիլիան Թագուհին, ինքը Լոս Անջելեսում է։ Ինչյան Թագուհի։ Չիլիան Թագուհի։ Հիմա ինքը մահացել է, էլի, 90 տարեկան հասակում մահացել է։ Ոչ թե իր անձնական գումարից է տրամադրել, այլ հավաքել է։ Կազմակերպել է։ Բա որտեղից է իմացել այս տեղի մասին։ Ասում են երազատես է, երազի շնորհիվ, այտենց իմացել է, որ այս գյուղում կա կիսաքան եկեղեցի ու այտենց վերակառուցել է։ Այսքան է գիտեմ, ուրիշ բան չգիտեմ։ Իսկ այնտեղ ինչ է։ Այն խորաններ են այնտեղ։ Իսկ ով է հոգևոր հայրը։ Տեր Սեփուլը, բայց հին եկեղեցու քահանան այնտեղ այտենց տեղել է ինքը։ Ու ամեն նկարին գրված է ով է։ Հիմնականում նույն մարդիկ են։ Չէ, այստեղ օրինակ Սիմա Բոյաջյանի կողմից։ Այստեղ էլ։ Իսկ ում գերեզմանն է։ Էդի գերեզման չի։ Էսի Մարտիրոս գյուղում նահատակվածների հուշաքար է, էդի գերեզման չի։ Հա։ Հա։ Օ, Էջմիածնի նման է այստեղ սարքված ամբողջը։ Իսկ խաչը ինչ խաչ է։ Խաչը չգիտեմ, ինչեր է։ Հին եղել է։ Հա, հին խաչը, այտենց ամեն եկողը համբյուրում է, ես չեմ համբյուրում, միշտ այտենց եմ անում, ձեր չեմ տալիս իրան։ Հա։ Համբյուրում ու մենից թող։ Ստեղ միշտ մանան։ Ուրեմն մենք իմացանք, որ եկեղեցին 74-75 թվականին վերանորոգվել է։ Հետաքրքիր է, որ եկեղեցին սարքել են ցորենի պահեստ։ Հարց տվեցի, Ցորենի պահեստ, միջև վերանորոգումն է եղել ցորենի պահեստ։ 1975 թվականին միջև թիվը ծառայել է որպես ցորենի պահեստ։ 75 թվականից հետո նոր սկսել է վերակառուցումը։ Դե հասել է միջև 90 թվականները վերակառուցումը կատարվել է։ Դրանից հետո արդեն եկեղեցին ունեցել են այս տեսքը։ Կներկայանալ դուք պահում։ Ես Լիանան եմ։ Ազգանն է։ Լիանա Ասլանյան։ Դուք եկեղեցու մոմի Մոմա վաճառն է, միջև սկեսուրից մահից հետո 20-30 տարի ինքն աստեղ որպես մոմա վաճառ աշխատել, 2 տարի ավելի մահացել է արդեն ես եմ։ Աստված հոգին լուսավորի։ Փաստորեն սովետական շրջանում թույլ են տվել, որ եկեղեցի վերանորոգվի։ Շատ նկարներ կան, որոնք բարերարներն են նվիրել եւ ճարտարապետությունը տեղ-տեղ օրինակ այնտեղ նման է հենց հիմա որ գնաք Էջմիածին է վերանորոգված շատ նման է առաքյալներն նույնիսկ Հուդան մենք տեսանք ճանապարհին դրսում է մենք խաչերը իր Հուդայի անունը այնտեղ կա հա դրսում եկեղեցու ճակատի մասը խաչեր են ու մեր առաքյալների անուններն այնտեղ գրեն վերած Դուք հին գյուղատեղին ասա Մարտիրոս, այստեղ եք հենց ապրում։ Քանի տուն կա։ 4 դուրս չեն եկել։ Թե նորից հետ են եկել։ Չէ, հիմնական իսկ ինչու են դուրս եկել։ Որտեղ գյուղը սովանքային է եղել, դրա համար էլ կամաց կա նոր Մարտիրոս ու հին Մարտիրոս։ Գյուղի ժողովրդի տեղափոխել է նոր Մարտիրոսում, այնտեղ շեքեր են ապրում։ Որտեղին։ Այդ չեմ Այհա ինչի պատճառով է իրար նման շենքեր, հա։ Բայց երեք սովետական շրջանում է եղել։ Հա։ Դուք որտեղից եք ծննդով։ Ես Զարթան գյուղից եմ, Ներքևի գյուղից եմ։ Ինչով եք զբաղվում, բացի հա, ով ունեք, կաթեք, մթերում եք, թե չէ։ Չէ, ամեն բանը վաճառում ենք։ Իսկ ոնց կարա ձեր բանին։ Եկեք իթան քույրացեք գնացինք Անաստասիա Բիկտաշին հիշում ես, թե բողի ու բանի եկա հնձի այգում բրնեց, բակարելա դերում։ Ինչ ազգա։ Եվ ինքը հայ չի, բայց ենքան նվիրյալ աղջիկ է, ինձ ասում եք շատ անկեղծ ու ազնիվ աղջիկ է շատ ու անմիջական, իր հետ երբեք չես հոգնի զրուցելու։ Ու մենք մեր հացուպաններից չամաչեցինք։ Եկավ ստեղ պատի վրա նստած, ես հացուպանի բոխի եմ դուրում եմ սարքի ասում, հələ արեսիկ է, դեչաս կպատում ես կվետա որդիների ժամանակ։ Իսկ այստեղ ծառայությունները ոնց են, տոնորերին ոնց են արտուցվում։ Գյուղում։ Հա, լինում է։ Չէ, բայց դեր հորևոր հրավիրում են գալիս այն։ Ստեղ հարսանիքներ է լինում, հարսանիքներ են վերում, ստեղ մտրտություններ է լինում։ Ոնց, ձեր գյուղում ասենք 4 հոգ եք,
Չէ, 4 հոգի չէ, նոր գունից էին գալի, իհարկե։ Ասենք կա բայքիցի մարդ ցանկություն անում։ Որոշում ստե կնում քանի կամ ստե հարսանյաց արարողությունը ստե անցկացնեն, տենց։ Շատ հետաքրքիր է։ Բնիկ մարտիրոսիները բոլորը հարսանիքները ստե են անում։ Էդի միանշանակ ասեմ։ Լիանա ձեր համարը ոնց է, կասեք ձեր հեռախոսի համարը։ 077 853 8։ Որ պետք լինի ձեզ պետք կազանգենք, որ մեր հայ եկեղեցիների ճարտարապետությունը աննման է, որ երկրում, որ մասում գնալ, լինի դա, չգիտեմ, Արևմտյան Հայաստանում, թե լինի նույնիսկ Ամերիկայում ճարտարապետությունից դուք կհասկանաք, որ դա հայկական եկեղեցի է։ Հիմա ուրիշ երկրում ապրողներ ունենք, իրանք իրենց երեխեք հիմնական անցած տարի փաթուտը ձեռստեղ ապրեցին, Ռուսաստանից հատուկ հասան ստեղ։ Իսկ ունեք տեղանտեղ խացած։ Հեսա ցույց կտամ, շատ լավ բան է կառուցված, մեր բարերարների կողմից շատ լավ բաներ են կառուցել, հարմարություններ են ստեղծել։ Բայց գիտեք, չէ՞ որ պարտադիր չի տենց հետևանց եկեղեցին ասում է։ Մոմերը վառեցինք, թող ընդունելի լինի։ Կարան հարսանիք անեն։ Հա, ամռանը շատ սիրուն տեղ է։ Ստեղ ինչ-որ ամուսնացած զույգեր են եղել, 11 տարի երեխա չեն ունենում։ Հետո գալիս են այս եկեղեցին, այս քարի շնորհիվ հիմա իրանց հավատքով որ մոտենում են այս քարին, կինը հղի անում, ու զույգեր է ունենում։ Այս մարդը Մարտին է անունը։ Բերեց այս նստարանները նվիրաբերեց եկեղեցին։ Երբ որ մարդը հավատքով է մի տեղ գնում, ուխտ է անում, այդ ձև է լինում։ Էս էլ է, չէ՞ հին։ Չէ, ես սրա հետ է կառուցվել։ Հա, բայց շատ հետաքրքիր ձև ունի։ Ես էլ եմ հիշում, ես ինչ երբեք չի բախարել։ Նայեք, բայց ինչքան սիրուն է։ Շատ ուժեղ է ճարտարապետությունը։ Իսկ ով է հեղինակը եղել, չգիտեք։ Հա։ Մանրա քանդակները ոչանով արել։ Ասի դրա ովի դիտեմ, Գեղամ Կարեն, քանդակ։ Լև։ Գրած չի ոչ մի տեղ։ Չէ, ես կգնամ, դուրն եմ նկարում, հա, ստել փոքրիկ, տեսեք ինչքան գեղեցիկ է, ժողովուրդ, ստեղ մկրտության հավազան ունեն, պետք չի, հեռախոսը կնկարի, լուսավորությունը, Մոմ պետք է հա լինի։ Ինչ է կոչվում ստա։ Ռեպսմեգայան է, ուշակոթողներն աստեղ դրած, այս եկեղեցին այս մատուրը կոչվում է ռեպսմեգայան է։ Այստեղ գրած է ում կողմից Լոս Անջելես համայնքի կողմից։ Շատ գեղեցիկ է։ Լոս Անջելեսի ժողովուրդը կտեսնի սա իրենց նվիրատվությունները։ Ինչքան լավ են պահում, ինչքան սիրուն է ժողովուրդ ջան, ինչ աշխատանք է, այստեղ էլ մկրտության հավազանն է, ինչ ջեմարան է սա, ինչ ջեմարան, հենց ջեմարան է կոչվել, որ թվերին է սովոր է, որ թվերին է ստեղ աշխայք, որ Հակոբյան դասավ, հա դպրոց երեխեքին որ Սովետի օրոքով էր 2000 էլ, երևի մինչև 2000 թիվն է եղել Ինչ է? Որ ջեմարան սովորել է Վազգեն առաջինն է երևի այս ամեն ինչը հովանավոր է, նկատի ունեմ կաթողիկոսի ժամանակ չի, ինքն էր, հա հովանա
Հայ սիրելի բարեկամներ, այսքանով ավարտենք, իսկապես վայելք է, որ գաք, հանգստանաք, հոգով հանգստանաք, ամեն ինչից ու ինչքան լավ բարի մարդիկ են, հաստատ հաց ու պանիր կտան։ Ամեն ինչն էլ կտան, մածուն էլ կտան, կաթ էլ կտան, ամեն ինչ էլ կտան, սիրելի բարեկամ։ ամեն ինչն էլ կա, պարտակ։ Իսկ հավ ճիվ պահում եք։ Զույլ կդան։ Գնացինք իրանց տուն ժողովուրդ։ Ճանապարհին տուրիստ էլ տեսանք, կամ բնակիչ։ Ինչ գեղեցիկ է։ Հա, տես հին կճուճներ։ Իրանց տունն է։ Հա։ Շատ սիրուն տեղ է։ Տեսեք ժողովուրդ, տես ինչ հրաշք տեղ է։ Մի հատ վայել, օդը։ Սիրելի բարեկամներ, Լիաննան մեզ հրավիրեց իրենց տուն եւ աղջկա հետ ծանոթացրեց Մարիամը շատ լավ գիտի եկեղեցու պատմությունը։ Մարիամ ջան, ողջույն։ Ողջույն։ Քանի տարեկան եք։ 12 տարեկան։ Իսկ եկեղեցու պատմությունը անցնում եք, թե դեռ արդեն ոչ։ Անցել ենք, բայց հիմա էլ չենք անցնում։ Բայց դուք լավ գիտեք։ Այս ձեր եկեղեցու մասին ինչ կպատմեք, հոյակերտ էր։ Եկեղեցին ամենասկզբում կառուցվել է 1283 թվականին, եկեղեցու ներքևում կա մի խաչքար, որը դա անվանում են դրա անձնագիրը։ Եկեղեցին կառուցվել է հենց նշեցի արդեն 1283 թվականին, 1283 թվականից մինչև 1975 թվականները եկեղեցին կառուցված չի եղել, այդպես ոչ նորոգված է եղել, արդեն ամերիկահայ Թագուհի Չիլյանը գալով Հայաստան, գալով գյուղ եւ տեսնելով, որ եկեղեցին գտնվում է վատ վիճակում, նրա հովանավորությամբ եկեղեցին կառուցում են 1975 թվականին։ 1986 թվականին արդեն եկեղեցու կառուցումը ավարտում է։ Երկրորդ Երուսաղեմից բերում են նաեւ մի քար, որը կոչվում է Սուրբ քար։ Այդ քարը օգնում է շատ մարդկանց, ովքեր որ հիվանդ են լինում, իրենց ձեռքը կսում են քարի վրա եւ կսում են այն վայրը, այն մարմնի վրա, այն մասը, որտեղ որ ցավում է։ Այդ քարը շատ անգամներ օգնել է, այդ քարը նաեւ անվանում են Հիսուս Քրիստոսի մասունքը։ Հիսուս Քրիստոսը մասունքներից մեկը։ Թագուհի Չիլյանի նկարը նույնպես կա։ Մարիամ Աստվածածինում կա Սուրբ Հռիփսիմե եւ Գայանե կույսերի այդպես խաչքարերը, որ դրված են հենց Մարիամ Աստվածածինում։ Մարիամ Աստվածածինի դիմաց կա մի խաչքար, որը կառուցել է Թագուհի Չիլյանի աղջիկը։ Նա երկար ժամանակ չի ունեցել երեխա, սակայն երբ որ արդեն նա ուխտ է արել, որ պետք է գա եկեղեցի եւ պետք է գա եկեղեցի։ Գալով եկեղեցի 3 ամիս հետո նա լուր է գալիս, որ նա արդեն հղի է։ Այդ պատճառով նա որոշում է, որ պետք է խաչքարը դնի եկեղեցու առջև։ Եկեղեցին գործում է մինչև օրս, 1975-ից արդեն պահպանել է նաև այն քարերը, որը որ դեռ կար 1283 թվականից մնացել է։ Եկեղեցու ձախ մասում կա նաև արևային ժամացույցը, որտեղ ոչ թե գրված են թվերով, այլ գրված են տառերով։ Երբ որ կառուցում են եկեղեցին, այդ ժամանակ շինարարները, որոնց որ պետք է լինում ժամը նայեն, որպեսզի իմանային, որ թե ժամը քանիսն է, նրանք այդպես նայում էին այդ ժամին, արևի ճառագայթները այդպես գցում էին այդ տառերից որևէ մեկի վրա եւ նրանք հասկանում էին, թե ժամը քանիսն է։ Դե խաչքարերից էլ, այդպես քարերից էլ, եթե ուշադիր նայենք, կտեսնենք, որ պահպանվել են։ Իսկ Մարտիրոս գյուղը, հին գյուղը, երբ է հիմնվել, ովքեր են ապրել։ Ինչքանով հիշում եմ, 1283 թվականին էլի եկեղեցու հետ, իսկ արդեն դրա ներքևը, եկեղեցու ներքևը նշեցի մի խաչքար կա, դա նույնպես կառուցվել է մեր գյուղի հետ, 1283 թվականին այդ խաչքարը եւ կոչվում է մեր գյուղի անձնագիրը։
Որտեղ է դրված։ Ես մեծ քայլ ցույց տվեցի։ Հա, հենց գյուղի անձնագիրը դա էր։ Դա կոչվում է հենց մեր գյուղի անձնագիրը։ Քանի շունչ է եղել ի սկզբանե եւ ինչով են զբաղվել։ Այգեգործությամբ թե Եվ անասնաբուծությամբ։ անասնապահությամբ եւ այգեգործությամբ։ Եվ բոլորով էլ ամեն ինչով էլ զբաղվել են հիմնականում։ Բայց հիմա 4 ընտանիք է, հա, ընդհանուր։ Այո։ Ինչու։ Դե ոնց էին ասում, այդ սարերը Սողանքներ, հա, կան։ սողանքների պատճառով այդպես մարդիկ լքել եւ գնացել են նոր գյուղ։ Հա։ Իսկ ո՞նց եք դպրոց գնում, Մարիամ ջան։ Դպրոց ընդամենը 2 ընտանիքից է երեխաները գնում ենք հիմնականում ոտքով։ Այն ժամանակ կար ավտոմեքենա, որի միջոցով կարողանում են գնալ, բայց հիմա արդեն ոտքով։ Ուր եք միջև գնում։ 2 կիլոմետր հեռավորության վրա է նոր գյուղում է։ Հասկացա։ Դպրոցը։ Այդտեղ են գնում 64-65 հոգի աշակերտ են 65 աշակերտ են Իսկ հեծանիվով եք գնում թե հեծանիվ կամ ձի Կարողա մեկ-մեկ քշի ավտոմեքենան այդպես գնանք Ինքը որ դասանը քան տարեկան 11-րդ դասանը 16 տարեկան 17 արդեն դառնալու Հա բարձա Դե 2 կիլոմետր այդքան հեռու ուղղակի առավոտյան Շուն չի լինում Շուներել են լինում, արջերել են լինում, բայց սովոր ենք էլի, արջերը հիմնականում գիշերն են գալիս, դրա համար արդեն հեշտ է լինում Շուներն էլ արդեն վախենալու չի Մարիամ ջան, իսկ ինչ կենդանական աշխարհ ունեք Դե ամենաառաջին հենց կովերը, շուները շատ են, կատուներ կան Իսկ վայրի կենդանիներ ինչ կա տարածքում Կենդանիներից հենց արջը, գայլը, աղվեսը դրանցից են Հիմնականում ամենաշատն են տարածված Նապաստակ, կամ աղվես, կամ այծեր չկան վայրի Չէ, աղվեսը անպայման կա, աղվեսը կա, նապաստակները տենց քիչ են Իսկ դուք անցնում եք ձեր դպրոցում, ասենք բնաշխարհը, սողունների մասով, տարածքում, ինչ ունեք Մենք հիմնականում ասում ենք այդ կենդանիների մասին, բայց չենք ասում, թե մեր գյուղում ինչեր կան Հա, այդ է բաց թողում է լինում Շնորհակալություն Մարիամ ջան